Պարոն Մելիքյան, մենք ուղիղ եթերում ենք, նախ այսօրվա վկայի հարցաքննությունից ինչ ընդհանուր եզրահանգման դուք եկաք, պարոն Մելիքյան։ Տեսեք, մի պահ փորձենք ֆիքսել էլի այս հանգամանքը, օգոստոսից վկան հարցաքննվում էր, այսինքն կարևորը, որ դեկտեմբերի 20, քանիսն է այսօր, 6-ը չէ, դեկտեմբերի 26-ին արդեն 3 ամիս, նույնիսկ 4 ամիս կարծեք թե տևող հարցաքննությունը ավարտվեց, շատ կարևոր հարցաքննություն էր, շատ եմ ցավում, որ դատարանի կիրառում էին կարգը, որ քաղաքացիների համար հասանելի չէ այս հարցաքննությունը, հատկապես ուղիղ եթերով, միայն ձայնագրության ձևով, ամեն դեպքում մենք պարզեցինք շատ կարևոր հանգամանքներ, որոնք հետագայում մենք նաև մեր ելույթում ենք օգտագործելու, ամեն դեպքում իմ պատկերացմամբ ոչ միայն մեղադրական բնույթ չէր կրում վկայի հարցաքննությունը, այլև որոշ հանգամանքների մասով ուղիղ արդարացման բնույթ էր կրում։ Պարոն Մելիքյան, լավ, ի վերջո, այս նիստերը, որոնք ընթանում են, սրանք ինչի մասին են։ Շատ լավ հարց եք տալի, այս նիստերը նրա մասին է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ ժամանակին տարիներ առաջ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարություններից ելնելով եղել է որոշում քրեական հետապնդում հարուցելու, քաղաքական հետապնդում ավելի ճիշտ հարուցելու քրեական գործի տեսքով եւ տեսեք, քանի տարի ենք մենք այս քաղաքական որոշման ձեռքում, այս քաղաքական որոշման, այսպես ասած, գերին հանդիսացել եւ անգամ եթե մի տարի հետո, 2 տարի հետո մենք ունենանք, ինչը մենք շատ հստակ ակնկալում ենք, արդարացման դատականակ, մարդիկ նույնիսկ մոռանալու են, որտեղ հիմա մենք ունենք տասնյակ քաղաքմարտիկալներ, հիմա մարդիկ կենտրոնացած են եւ ճիշտ են անում, որ կենտրոնացած են, այդ մարդկանց նկատմամբ ունենք 4 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս բանտարկված, ունենք խոսքի ազատության համար բանտարկված մեդիագործիչներ, ունենք ազգային բարերար բանտարկված, այսինքն հիմա մարդիկ դրա մասին են մտածում։ Եվ այս քրեական հետապնդումների, քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումների առանձնահատկությունն է, որ մարդիկ սկսում են մոռանալ։ Իսկ բուն գործը նրա մասին էր, որ տեղի էր ունեցել գործարք, որը որ մեղմ ասած բժշկական համալսարան եւ բժշկական համալսարանի կոլեկտիվի համար ոչ թե վնասակար չէր, այլև շատ օգտակար էր, մինչեւ հիմա դրա այդ գործարքի արդյունքներից մարդիկ օգտվում են, այսինքն աշխատանք էր ձեռք բերել, մինչեւ հիմա հանգստանում են, դա սեփականություն է, դա որևէ մեկը չի կարող բժշկականի եւ նրա աշխատողների ձեռքից առնելի տարբերությունն այլ բաների, որոնք որ ուղղակի հատկացվում էին, բայց մարդիկ դատվում են։ Եվ հաջորդիվ վկաների հարցաքննությունը շարունակվում է, այո, հունվարին է մեր հաջորդ նիստը, դեռ մենք դատակոչի ցուցակում ունենք, եթե չեմ սխալվում, 3 վկա, դատակոչը ավարտվելուն պես արդեն անցում է կատարվելու գրավոր ապացույցներին, գրավոր ապացույցները բավական ծավալուն են, պետք է հասկանանք, որքան է տևելու դրա հետազոտությունը, բայց այս ամեն ինչը դեռ մեղադրանքի կողմի ապացույցներն են, սա ֆիքս է։ Հələ պաշտպանության կողմ անգամ շատ դեպքերում միջնորդություններ էլ ներկայացրել կամ չի ներկայացրել եւ մենք միջնորդություններ ունենք, նաեւ մեր